Հայեղափոխական դաշնակցությունն ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու մասին հանրապետական կուսակցության առաջարկը, ինչպես օրերս հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, իրենք այդ հարցի շուրջ բանակցություններ են ունեցել Սերժ Սարգսյանի հետ եւ սկզբունքորեն տվել համաձայնությունը։ Երեկ էլ հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Գագիկ Մինասյանն իր խոսքում նշեց, որ հանրապետականները բաց են համագործակցության համար յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ եւ շարունակում են բանակցությունները իրենց գործընկերների հետ։ Թե ովքեր են այդ քաղաքական գործընկերները ՀՅԴ-ից բացի, Մինասյանը սակայն չմանրամասնեց։ Հանրապետական կուսակցության մի մեծ թեվ չի ցանկանում, որ դաշնակցությունը կոալիցիայի մաս կազմի, կարծում է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ Ինչին է պետք դա դաշնակցությանը։ Ասեմ ձեզ, ամենայն հավանականությամբ նրանք պարզապես ցանկանում են ընտրություններից առաջ որոշակի ադմինիստրատիվ լծակների տիրապետել, որպեսզի կարողանան ապահովել իրենց, ասենք, 5-6%-ը, որովհետև առանց դրա շատ դժվար կլինի, հատկապես հանրակրվեում նրանց այդ այոյի քարոզարշավին մասնակցելուց հետո։ Մտածել թե դա շատ կվնասի դաշնակցության վարկանիշին, չեմ կարծում, որովհետև այնպես չի, որ դաշնակցությունը ինչ-որ մեծ վարկանիշ ուներ, ասենք թե 30-40%, չէ, դաշնակցությունը, ասենք, առավելագույնը, երբ ընդդիմադիր էր ուներ 5-6%, հիմա երբ իշխանամետ է կլինի 3-4%, այսինքն տարբերությունը մեծ չի։ Նրանք ոչինչ չեն կորցնում համարյա վարկանիշի առումով, այն պատճառով, որ վարկանիշ չունեին համարյա։ Փոխարենը ձեռք կբերեն որոշակի ադմինիստրատիվ լծակներ եւ դա նրանց կօգնի հաղթահարել 5%-ը երևի, եթե օգնի, որովհետեւ այս վարկանիշով նրանք ազնիվ ընտրությունների դեպքում հազիվ թե կարողանան դա անել։ Բաղդասարյանն ավելի հավանական ու արդյունավետ է համարում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան։ Եթե իրադարձությունները նման սցենարով չզարգանան մինչ ընտրությունները, ապա դա ըստ վերլուծաբանի կլինի խորհրդարան մտնելուց հետո։ Խոսելով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայում հանրապետականների շահերի մասին, քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կուսակցության ներսում առանձնացրեց մի քանի խումբ, որոնցից ամեն մեկն իր շահերն ունի։ Եվ այս իմաստով շատ դժվար է մեկ շահ բնորոշել, ասել, որ հանրապետականի շահը հենց սա է։ Իհարկե այդ կոնգլոմերատը կուզի շատ հանգիստ իշխանություն, ոնց որ ունեցել են միշտ, բացարձակ հնարավորինս, այսինքն մնա ամեն ինչ այնպես, ինչպես կար։ Բայց իհարկե ակնհայտ է, որ այդպես չի կարող մնալ, թե այն պատճառով, որ Հայաստանում տնտեսական ռեսուրսները էապես սպառվում են, թե նաև այն պատճառով, որ այդ ամենը տնտեսական եւ քաղաքական համաշխարհային գործընթացների հետևանքն է։ Եվ հետեւաբար իշխանության մեջ վերադասավորումները, վերանայումները անխուսափելի են, թե պայմանավորված նաև հենց նրանով, որ իշխանական ձևավորման, իշխանության ձևավորման նոր փուլ է։ Եվ այստեղ իհարկե արդեն ամեն խումբ ունի իր շահը եւ ամեն մեկի շահը հետեւյալն է՝ նոր իշխանության մեջ ունենալ հնարավորինս մեծ եւ հնարավորինս անվտանգ տեղ, իսկ եթե չունենալ, ապա ունենալ երաշխիքներ, որ իշխանությունից դուրս մնալու դեպքում գոնե որևէ սպառնալիք չի լինի։ Դաշնակցությունն ըստ վերլուծաբանի եւս տարանջատված է մի քանի խմբերի եւ այստեղ եւս մեկ ընդհանուր շահի մասին խոսելը սխալ կլինի։ Ես օրինակ կտարանջատեի կուսակցության շարքերը եւ լիդերներին, շարքերը դա եզակի գաղափարական շերտ է Հայաստանի ընդհանրապես քաղաքական դաշտում, իսկ լիդերները կարծում եմ նաեւ կյանքը ցույց է տվել, որ մեծ հաշվով չեն տարբերվում Հայաստանում քաղաքական մտածողության ավանդական ընդունված այդ չափանիշներից, որի առանցքում նյութական, տնտեսական, բիզնես շահերն են եւ քաղաքականությունը վարվում է դրանք սպասարկելու համար։ Եվ կարծում եմ այս տրամաբանության մեջ էլ առաջանում են կոալիցիայի անհրաժեշտությունները։ Արտուր Հովհաննիսյան, Էմիլ Միրզոյան, Առաջին լրատվական։